ուրիշ բան է։ Այդ երկու հարցը ձեզ, պարոն Հովհաննիսյան, շնորհակալություն, պարոն Պապայան, բանը հնա հարկեր հարաբերությունը անցած տարվա դրությամբ ինչ դինամիկա է ապրել, այդ տոկոսը, եւ պարոն Հակոբյան, ձեզ հարկեր հնա։ Չէ, ինքը շատ ոգևորված ասեց, որ 5 քանի տոկոս տնտեսական աճենք ապահովել, թող ինքն ասի, որտեղ Տերակիտ ինչ հատվել մեզի էլի, ասենք, արդյունքն ինչ հատվել, երբ որ բյուջեն թերակատարվել է։ Պարոն Հակոբյան, ձեզ հարց, որ ասեցիք, որ նաև ինչ-որ իմաստով պետական բյուջեն այնքանով չի կատարվել, որտեղ մեքենաների հետ կապված։ Բայց ինչ-որ բան արել եք, այդ ուղղությամբ աշխատանքներ շտկեք իրավիճակը, թե չէ։ Արել եք ինչ-որ բաներ այդ ուղղությամբ, որովհետև ես ունեմ տեղեկատվություն պաշտոնական, որ անցած տարվա հոկտեմբեր ամսվա դրությամբ 1 միլիարդ դոլարի մեքենաներ բիզնեսիով գնացել են Ռուսաստան։ Այդ 1 միլիարդ դոլարի մեքենաների ճնշող մեծամասնությունը հայ տնտեսվարողներ են, որոնք այսօր գնացել են Վրաստան եւ Վրաստանի պետական բյուջեն են լցնում։ Իսկ մենք զրկվել ենք 250 միլիոն դոլարից։ Խնդրեմ, պարոն Հովհաննիսյան, հետո պարոն Պապոյանը, ոգևորության պատճառների մասին խոսա, եթե պետք է ավելացնել բանն է, խնդրեմ։ Պարոն Աղազարյան, 750 միլիոն դոլար եվրոբոնդ ենք թողարկել, որը ամբողջությամբ գալիս է Հայաստան։ Ունենք ամսի 26-ին մարվող 313 միլիոն դոլարի 2015 թվականին թողարկված եվրոպարտատոմս։ Ասենք 750 միլիոն դոլար պետական բյուջե մուտք է գալու, ճիշտ եմ հասկանում։ Հետևաբար մենք վճարելու ենք ոչ թե 750 միլիոն դոլար, այլ 1.3 միլիարդ մոտավորապես, էլի հաշվի։ Ինչի համար ենք վճարելու են։ Այդ բանը տոկոսներ որ վճարենք այդ բոնդերի համար։ 7% վճարելու ենք 10 Այդ եմ տարի։ ասում, 750 միլիոն դոլար մտել է պետ բյուջե, մենք պետք է այդ 750 միլիոն այդ 7% հաշվարկով վճարենք։ Այսինքն ծախսը մեր պետական պարտքը ավելացել է 1.3 միլիարդով, մոտավորապես էլի, ոչ թե 750 միլիոնով։ Պետական պարտքը 750-ով է ավելացել, մեր սպասարկումը կավելանա ապագա տարիներին այդ գումարով։ Չէ, կներեք, պետական պարտքը 750 միլիոնով չի ավելացել, որովհետև 750 միլիոնը, որ մենք ստանում ենք, այդ 750 միլիոնից 300 քանի միլիոնով է նախորդ պարտքն ենք բանանում փակում, այսինքն փաստացի մեր պետական պարտքը ավելանում է 450 միլիոնի չափով, այդ է։ Դրա համար նշում, որ զուտ հասույթն է գնալու բաների։ Երկու տարբեր գործարքներ են։ Մեկը 750 միլիոն դոլարի մուտք է լինում, հետո մենք մարումներ ունենք, այդ թվում եվրոբոնդերի մարումը։ Մենք բազմաթիվ այլ մարումներ էլ ունենք, այլ պարտքեր էլ ունենք, որը տարվա ընթացքում մարումներ է իրականացվում եւ մեր պարտքի ռազմավարության մեջ ամբողջ մուտքերի եւ ելքերի մասին տեղեկատվությունը մանրամասն ներկայացված է։ Այսինքն թե ինչքան մարում ունենք, ինչքան ենք ներգրավվելու եւ այլն։ Ձեր դիտարկումը ճիշտ է եւ շատ կարեւոր է, թե ինչ տոկոսով ենք մենք պարտք ներգրավում։ Իրականությունը այնպիսին է, որ վերջի տարիների ընթացքում ամբողջ աշխարհում պարտքը թանկացել է։ Իհարկե որոշ վերջի մի քանի ամիսների ընթացքում որոշ նվազման կամ կայունացման միտումներ տեսնում ենք եւ սա հույս է տալիս, որ ապագայում կունենանք նվազեցում, բայց դա ոչ մեկ չի կարող կանխատեսել։ Մեր պարտքի սպասարկման ծավալը մեր բյուջեում կազմում է 12% 2025 թվականին։ Եվ դա իմ կարծիքով բարձր ցուցանիշ է։ Եվ մենք պետքա շարունակական աշխատանք տանենք դա նվազեցնելու ուղղությամբ։ Այդ կարող է նվազել երկու ճանապարհով։ Առաջինը պարտքի նվազեցման ճանապարհով, երկրորդը պարտքի տոկոսադրույքների իջեցման ճանապարհով։ Իսկ տոկոսադրույքները կախված են միջազգային շուկայում գործող տոկոսադրույքներից, ինչպես արդեն ասեցի, եւ Հայաստանի ռիսկի հավելավճարից։ Իսկ ռիսկի հավելավճարը կախված է օրինակ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքելուն, որովհետեւ մեր այն ռեյտինգը, որը ռեյտինգային ընկերությունները մեզ տալիս են, վերջի քննարկումների ժամանակ նաև միջազգային ներդրողների հետ պարզ դարձավ, որ եթե այս աշխարհաքաղաքական
հարցը չլիներ, Հայաստանի ռեյտինգը առնվազն 1 կետով ավել կլիներ։ Հա։ Եվ Էսա ճանապարհը պետք է հասկանանք, սա մեր աշխատանքն է, հասկանալու որն է այն օպտիմալ կետը, որտեղ մենք կունենք կառավարելիության նորմալ մակարդակ, որ կարող ենք մեզ թույլ տալ ունենալ այդքան պարկ, եւ սա է մեր վերլուծական աշխատանքը, եւ մենք այդ առաջարկներով հանդես ենք գալիս ազգային ժողովին, երբ որ քննարկում ենք ամեն տարվա պետական բյուջեն, որովհետեւ ըստ էության այդ պարտքի ավելացումը ուղիղ կապ ունի մեր դեֆիցիտի հետ։ Շնորհակալություն, պարոն Հովհաննիսյան, խնդրեմ, պարոն Պապյան, հակերնայից։ Ես իհարկե ցավում եմ, որ պարոն Աղազանյանը չգիտի, որ այդ հարցը պետք է ինձ չուղղեր, բայց ամեն դեպքում ես կասեմ, որ նախորդ տարի հավաքագրվել է 2 տրիլիոն 390 միլիարդ դրամ հարկ, որը 5.1%-ով ավելին է, քան 23 թվականին հավաքագրված հարկերը, եւ դա պայմանավորված է 5.1% ավել հավաքագրված հարկերը, պայմանավորված են բնականաբար 5.94% հնայի իրական աճով։ Հարկեր հնա հարաբերակցությունը հասանելի է համացանցում այնքանով, ինչքանով ձեզ եւ ինձ, բայց եթե դուք զլանում եք մտնել եւ այդ թիվը կարդալ, ես կարող եմ նշել, որ 23.6% է։ Այ ամբողջ խնդիրն է, որ հարկեր հնա հարաբերակցությունը պակասել է թե նվազել է, այդ հարցի պատասխանը թերևս նորից ինձ չպետք է ուղղեք, որովհետև հարկեր հնա հարաբերակցության Պարոն Պապայան, ձեր պատասխանից որ գնահատական եք դնում, ես ընդունում ձեր ոգևորությունը տարբեր հարցերի պատասխանելուց մի քիչ սառը ջուր լսնեմ ձեր ոգևորվածության վրա, այդ որ ասում եք այսքան տնտեսական աճ է, փուչիկ է մի մասը, եթե հարկեր հնա հարաբերակցությունը չի պահպանվել գոնե նախորդ տարվա մակարդակով, ուրեմն ձեր ասածները փուչիկը, ուրեմն փուչիկի մասին մի խոսացեք։ Ես քանի որ հասկանում եմ շատ բաներ կան փուչիկներ, այդ թվում շատ բաներ կան փուչիկներ, այդ թվում շատ ելույթներում, բայց 5.9% հնայի աճը դա փաստ է, ես ցավում եմ, որ դուք անգամ տեղեկություն չունեք նրա մասին, որ ոսկու վերաարտահանումը 0-ին մոտ ազդեցություն ունի իրականում հնայի աճի մեջ եւ ուղղակի ցավ եմ ապրում, որ այդ մինիմալ գիտելիքները չեք տիրապետում։ Լավ, հարգելի գործընկերներ, եկեք բան անենք, փորձենք մասնագիտական բանի մեջ մնալ։ Պարոն Աղազյան, հարկեր հնա հարաբերակցությունը կարա նվազի, ու դա վկայ ոչ թե տնտեսության վատ վիճակի մասին, այլ տնտեսության աճի կառուցվածքի մասին, որովհետև կարող է հարկունակ ոլորտները քո մոտ չաճեն, ուրիշ ոլորտներ աճեն։ Ինչ վերաբերում է ոսկուն, այդ մասին էլի խոսել ենք, որ այդ վերարտահանումը մեր հնայի կառուցվածքի վրա մեծ ազդեցություն չի ունեցել։ Եթե պարոն Հակոբյանն այստեղ ավելի լավ Ներողություն, պարոն տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ եք, տեղակալ եք, նախագահ եք։ Մենք ծրագիր ունենք, որ հարկեր հնա հարաբերակցությունը 26 թվականին պետք է հասնենք այդ ինչ-որ տոկոսի, 25% այդքան տոկոս։ Հասնում ենք, թե չենք հասնում։ Պարոն Աղազյան, իմ կարծիքով դինամիկան, որը կա նորմալ է, բայց այդ ինչը որ գրվում է, դա կանխատեսում է, որը հնարավոր է որոշակի շեղումներ ունենա։ Այսինքն ընթացքում, եթե մի քիչ ավելի լավ է դու տնտեսությունը չճնշես, ավելի խիստ վարչարարություն կիրառես ու սահմանափակես մարդկանց աշխատելու հնարավորությունը, եթե դա